Զորություն կամենամ ամայն հայությանը եւ աստվածապաշտ մարդկությանը։ Իմ զոր հայր մարդիկ, ես կաշ տեսլավերձով մի առաջարկ ունեմ բոլոր հայերին եւ աստվածապաշտ մարդկանց։ Այս հարցում կարող ենք նաեւ տարբեր ազգությունների բարի մարդկանց հետ համագործակցել։ Հայեր մարդիկ, ես առաջարկում եմ մի համահայկական, համամարտկային, համաշխարհային ստուդիա ձևավորենք։ Ինչպես մոդավոր կարճ պատկերացմամբ հասկանալի բացատրեմ, մնացած ովքեր կընդունեն այս առաջարկը կարձագանքեն անհատական նամակագրությամբ, անհատական նամակագրությանը հետաքրքրված արդեն անձանց հետ առանձին հանդիպմամբ մենք կորոշենք դիպուկ խնդիրը, թե ինչպես ենք ձևավորելու համահայկական, համամարտկային, համաշխարհային ստուդիան եւ ինչու համար։ Ստուդիան նա է, որ մենք ունենանք համահայկական, համամարտկային արտար լրատվական, այնպիսի արտար լրատվական, որը հասու լինի համահայկական խնդիրներին, համայն հայության խնդիրներին եւ համայն մարդկության խնդիրներին, իրական խնդիրներին։ Ու ինչպես նաեւ բացի լրատվականից նաեւ որովհետեւ համահայկական, համամարտկային արժե համակարգային երաժշտություն ունենանք համաշխարհային, ունենանք համաաշխարհային արժե համակարգային մուլտիպլիկացիոն նկարանահանումներ, սոցցանցային ֆիլմերի արժե համակարգային պատմական, որովհետեւ մենք ինքներս նկարահանենք այն պատմական արժեքները, իրականությունը, որը աշխարհը լրում, թաքցնում, ոչ Հոլիվուդները, ոչ Բոլիվուդները մեր պատմությունը չեն փաստագրում։ Բայց եթե մենք միավորվենք, նաև այդ ստուդիայում մեր ազգային կինեմատոգրաֆիան կունենանք, մուլտիպլիկացիոն թատրոնը կունենանք ազգային մեր ստուդիան, որը կմիաձուլի նաև մարդկային բարեկեց հարաբերությունները, որտեղ աշխարհի տարբեր բարեկեց անձնավորությունների հետ կարող ենք համագործակցել, սա ոչ միայն սոցցանցային, այլ նաև ռեալ համատիրություն ու ինքնաշահութաբեր միություն է, որը նաև իր մեջ կպարունակի բնականաբար բավական լուրջ շահույթներ, լինելով ինքնաշահութաբեր, ինքը կծառայի գաղափարի զարգացմանը եւ չի պատկանա այդ շահույթը ոչ մի անհատի, ոչ ինձ, ոչ մի այլ ուրիշ անձի, այլ կպատկանա այդ ստուդիայի գաղափարի զարգացմանը եւ մարդկանց բարելավմանը։ Արձագանքեք